Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Ստեփանյան։ Պարոն Ստեփանյան, սկզբի համար եկեք հասկանանք ընտրություններից արդեն անցել է 3-4 օր, բայց պաշտոնական Մոսկվայից կամ գոնե առաջի դեմքի մակարդակով լռություն է։ Սա ինչի մասին է խոսում։ Արդյունքները իրենց համար շոկային են, անընդունելի են, անհասկանալի են, այսինքն այս լռությունը ինչի մասին է։ Տեսեք, եթե մենք փորձենք ընդհանուր տրամաբանության մեջ դիտարկել Ռուսաստանի Պուտինի պահվածքը, կարող ենք հետևելը ֆիքսել։ Ռուսաստանը վերջին տարիներին Արցախի անկումից հետո առնվազն փորձում է Հայաստանին վաճառել օդ։ Այսինքն ինչ որ մեծ բան են փորձում վաճառել, որը իրականում գոյություն չունի։ ԵԱՏՄ-ում անդամակցություն, որը մենք արդեն անդամ ենք, ելակի վաճառելու թույլտվություն, որի կարիքը մենք չունենք, գազը սահմանի վրա $177, երբ մեր տները երկա 390-ով է մտնում, հա, բաներ, որոնք չկան իրականում։ Հիմա այս Պուտինի լռությունը հերթական փորձ է մեզ վաճառել ինչ-որ փուչիկ, այսինքն իր այդ շնորհավորական ուղերձը վաճառել մեզ։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ Պուտինը Նիկոլ Փաշինյանին շնորհավորելու է։ Այս դադարը կանցնի, ինքը կտեսնի, որ ոչ մի բան դրանից չի շահում, եւ ինքը կշնորհավորի։ Սա հերթական փորձ է մեզ վաճառել օդ, փուչիկ։ Ըստեյից ասեն, բա, դու չեք տեսնում, այդ լրագրողները ինչ են ասում, ասում են, բա Պուտինը չի շնորհավորի, բա ինչ եք։ Չի ճանաչում ընտրությունները։ Չի ճանաչում, բա դուք ո՞նց եք, բա մի բան արեք, բա մի բան ասեք, ո՞նց կլինի, բա Կրեմլը, Մոսկվան, պետք չի ոչ մի բան անել, կճանաչի եւ կզանգահարի եւ կշնորհավորի։ Ես վստահ եմ դրան։ Այսինքն, պարոն Ստեփանյան, կարող ենք ենթադրություն անել, որ ըստ էության պաշտոնական Մոսկվան իր գործելավոճը չի փոխում կամ առնվազն չի ուզում փոխել, որովհետև մենք ընտրություններից առաջ այդ նախորյակում տեսանք, թե ինչ տնտեսական սանկցիաներ, ինչ սպառնալից հայտարարություններ էին հնչում ամենատարբեր պաշտոնյաների կողմից։ Լավրովն էլ հիմա խոսում է հապկում անդամավճարը չվճարելու մասով, ասում է, որ 25-րդ հոդվածի համաձայն կարող ենք Հայաստանին հեռացնել։ Հիմա շարունակելու են նույն ոճով, նույն սպառնալից ոճով հաղորդակցվել հայ հասարակության եւ հայ գործընկերների հետ իրենց։ Կա երկու ճանապարհ, որը թույլ կտա, որ իրենք դա չշարունակեն։ Առաջի ճանապարհը այն է, որ Հայաստանը ընդունի իրենց պահանջները, որոնք ես կարծում եմ հերթական անգամ հնչեցվելու են Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ, իսկ այն տեղի է ունենալու։ Դա տնտեսական բնույթի պահանջներ են ատոմակայանի կառուցում Ռոսատոմի կողմից, ինչը տեղի չի ունենալու, նույնիսկ եթե մենք համաձայնվենք երկաթգծի խնդիրն է, կոնցեսիոն պայմանագրի, հա, Թրիպում իրենք դեռ ինչ-որ հույսեր ունեն մասնակցության, ես չգիտեմ ինչի վրա են այդ հույսերը բազավորվում, բայց այնուամենայնիվ այդ հույսերը հիմնված են ինչ-որ բանի վրա, եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Հիմա եթե այս շրջանակում հարցերի վարչապետը ինչ-որ հարցում զիջում է, իրենք միանգամից սա մոռանալու են։ Լոլիկ, բան, չգիտեմ, ջերմուկ, ամեն ինչ նորմալ է լինելու, ինչ որ ժամանակ։ Դա մեկ։ Եվ երկրորդը, եթե ոչ մի ուլտիմատումի, շանտաժի, վերջնագրի մենք դրանց առջև չընկրկենք, շարունակենք դիվերսիֆիկացիայի քաղաքականությունը եւ ամեն մի սպառնալիքի դիմաց, որը այնտեղից գալիս է, քայլ անենք։ Թվում նաեւ եվրոպացի եւ ամերիկացի գործընկերների միջոցով եւ շնորհիվ, այդ թվում նաեւ այո, Թուրքիայի շնորհիվ եւ միջոցով, իսկ մենք տեսնում ենք, որ դա էլ կա։ Այդ դեպքում ինչ որ ժամանակ է անցնելու, ռուսները հասկանալու են, որ իրենց քաղաքականությունը դա սեփական ոտքին կրակելու քաղաքականություն է, որ ցանկացած քայլին իրենք ստանում են հակառակ քայլը, եւ Հայաստանը ոչ թե ձեռքերը բարձրացնում է եւ հանձնվում է, ինչպես դա եղել է օրինակ Սերժ Սարգսյանի կամ Քոչարյանի լեգիսլատորայի տարիներին, այլ գնում է ավելի հեռանում է Ռուսաստան։ Եվ նոր հնարավորություններ են բացում։ Այո, եւ այդ դիվերսիֆիկացիան շարունակվում է եւ կապերը Ռուսաստանի հետ հերթով խզվում են իրենց քաղաքականության շնորհիվ։ Մեր բոլոր խնդիրները, որոնք մենք ունենք Ռուսաստանի հետ, ռազմաքաղաքական ոլորտում Ռուսաստանի պատճառով եւ մեղքով են իրենց գործողությունների հետ։ Հապկը, որ հիմա Լավրովը իրեն ճաղում է, ինչի է այսպեսի վիճակ, էլեմենտար, հապկը ընդհանրապես պետք է գնահատական տար եւ ճանաչել, որ ադրբեջանական զորքերը գտնվում են հապկ անդամ պետության տարածքում։ Այդքան բան, իրենք դա չարեցին։ Ինչի ենք մենք սարացրել հապկում անդամակցություն։ Պատճառը դա է։ Ինչի մեզ մոտ ռազմա
տնտեսական այդ բանը ռազմատեխնիկական հարաբերություններ չկան, դե Ռուսաստանը մեզ զենք չի վաճառում, որտեղ գումարը տվել են, զենքը չեն վաճառել։ Նորից իրենց վաճառով։ Ինչի քաղաքական մասը նստեց, որտեղ Ռուսաստանը ակնհայտ կերպով Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից սանձազերծած ագրեսիան պաշտպանեց եւ պաշտպանեց իրենց շահերը, այլ ոչ թե մեր դաշնակցել։ Այսինքն դա բոլորը իրենց քայլերի արդյունքներ են։ Հիմա նույնը տնտեսությունում է, ինչքան իրենք քայլ անեն, այնքան փոխադարձ ստեից քայլեր է լինելու եւ այդ կամուրջները շարունակվելու են այրել։ Սա երկրորդն է։ Երրորդը այն է, որ եթե այդ երկուսը չի աշխատում, ուրեմն սա շարունակվելու է։ Հիմա անդիմադիր շրջանակների պնդումները եթե հաշվի առնենք, պարոն Ստեփանյան, պատճառը պարզապես այն է, որ իրենք չեն համակրում այս իշխանություններին։ Դե անդիմադիր շրջանակները նաև ասում են, որ եթե իրենք կան անվճար հանձնման անկման պատճառը այն է, որ Պուտինը չի համակրում Նիկոլ Փաշինյանին։ Այդ հիմարությունները ես չեմ ուզում կրկնեմ, այդ տրամաբանությունը չի փոխվում, 7 երկ ունեն, 7 երկն են Նիկոլ Փաշինյանի մասին, չէ, դե էլի տենց չի։ Կան շահեր, կա արտաքին քաղաքականություն, այս պահին Կրեմլը իր արտաքին քաղաքականությունը այսպես է տեսնում։ Իրենք տեսնում են այսպես, որ հերթական անգամ Հայաստանին վախեցնելով, շանտաժի ենթարկելով Հայաստանը իրենց ամեն ինչ կհանձնի, որովհետև դա հաջող աշխատել է, տասնյակ տարիներով աշխատել է, ինչպես ստացվեց, որ մեր ամեն ինչը իրենցն է, ռազմավարական օբյեկտն է, տենց է, չէ։ Այսինքն վախեցրել են, սպառնացել են։ Դե չէ, քեզ Սերժ Սարգսյանի ժամանակ հերո չգնանք, բայց մենք զարթնացինք, ասացին 100-200 միլիոն դոլար գազի համար պարտք ունենք։ Տենց էլ պարզ չդարձավ այդ որտեղից էր այդ պարտքը։ Մենք վճարում ենք, չէ, բարեխիղճ աբոնենտները, հա, բաժանորդները, բայց պարտքը գոյացավ։ Ասացին կամ բանը տվեք, ինչը տվեցինք այդ ժամանակ, հայրոս գազարդը կար, վերջին 20%, վերջին 20%։ Կամ դա տվեք մեզ, կամ այդ պարտքը չգիտեմ ինչ ենք անելու, գինը բարձրացնենք, սուսուփուս տվեցինք, չէ։ Այսինքն դա աշխատել է տարիներով։ Հիմա մտածում են նորից կաշխատի։ Սա է խնդիրը։ Իսկ ընտրությունների արդյունքը իրենց համար սպասելի էր, պարոն Ստեփանյան, թե սա էլ է շոկային, որովհետև վստահություն կար, այսպես անգամ կառավարությունն իսկ էին անում այստեղ իրենց սատելիտ ուժերը, այդպես իրենց հռչակել էին կառավարության ղեկավար, կառավարության նիստի ժամանակ օրենքներ էին ընդունում, որքան էլ որ կառավարությունը օրենքներ չի ընդունում։ Սամվել Կարապետյանը իրեն կառավարության ղեկավար էր հռչակել, պարոն վարչապետով էին դիմում։ Հիմա կարող է սա նաև շոկային ինչ-որ բան է, իրենք չէին սպասում, որ իշխող ուժը կրկին քաղաքական մեծամասնություն է կազմելու, հաշվի առնելով նաև ընտրակաշառքի հսկայական դեպքերը, Ռուսաստանի Դաշնությունից եկած մոտ 100,000 մեր քաղաքացիները, որոնք եկել են ու ընտրել են, միգուցե իրենք իրենց հաշվարկներն ունեին։ Ես նույն ձեր տաղավարում, չէ, ընտրություններից առաջ, 1 ամիս, 2 ամիս առաջ կանխատեսել են, որ ԿՊ-ն հավաքելու է 50+1, ճիշտ է, +1 ձայն։ Շատ քիչ եմ սխալվել։ 50-ը համարյա թե հավաքել են, +1-ը չունեն։ Եթե ես դա իմացել եմ, եթե ես դա կանխատեսել եմ, դուք կարծում եք, որ այդ ԿԳԲ, ՖՍԲ, Կրեմլ, Մոսկվա, Լուբյանկան իրենք չեն կանխատեսել եւ իրենք այդքան անալիտիկներ ունեն, չեն իմացել, ես չեմ հավատում դրան։ Ես չեմ կարծում, որ իրենց համար շոկ է եղել դա։ Եթե մենք այստեղ իմացել ենք, որ ԿՊ-ն հաղթելու է, իրենք էլ պետք է իմանային, որ հաղթելու են, այնպես ոչ թե որևէ շոկային բան չկա։ Ուղղակի առևտուրը շարունակվում է։ Փորձում են շարունակել առևտուրը եւ վաճառել մեզ այն ինչ գոյություն չունի։ Եթե առաջ մեզ փորձում էին վաճառել Արցախը, չէ, Սերժ Սարգսյանը ինչի մեզ մցրեց ԵԱՏՄ-ն չէր ժամանակ, մաքսային միություններ, հա, ասացեց անվտանգության խնդիրներ, Արցախը փորձեցին վաճառել։ Որ մենք ասում ենք բերնա, չէ, Արցախը, բայց մեզ անդադ Արցախը վաճառում էին։ Հիմա չկա Արցախը, հիմա ինչ պետք է վաճառեն։ Հիմա բան չկա վաճառելու, փորձում են օդ վաճառել, վախեցնել։ Իդեպ Սախարովը մեր վախերն են փորձում վաճառել մեզ։ Իսկ դա դեռ ակտուալ է։ Ինչը։ Մեր վախերը։ Իհարկե։ Ընդդիմադիր, Դուք չեք տեսնում մեր հասարակության մի մասը ինչպես է արձագանքում։ Ցանկացած խելամիտ միտքեր, որ իրենք լսում են, ասում ես, դե գիտեք, մեզ իմանանց վիճակի մեջ են դրել, որ մենք պետք է այլընտրանք չունենք, պետք է փորձենք դիվերսիֆիկացնենք մեր տնտեսական հարաբերությունները։ Եվրոպա, արաբական երկրներ, արաբական աշխարհի երկրներ, ինչու ոչ ԱՄՆ աշխարհը մեծ է, ասում են, չեք ասում։ Առանց Ռուսաստան։ Չէ, առանց Ռուսաստանի չի լինի։ Դե այնտեղ կան ռոպագանդիստներ, որոնք դրա համար վճարվում են, իսկ կան ուղղակի մեր հայրենակիցները, այդ թվում նաև սա ամենացավալին է ինձ համար, որոնք ապրում են Հայաստանում եւ որոնք պարզ իրողությունը չեն կարող հասկանալ։ Իրենք չեն կարող հասկանալ որ մենք կարող ենք առանց Ռուսաստանի գոյատևենք եւ ապրենք եւ զարգանանք։ Իրենք չեն ուզում հասկանալ, որ դա մեր զարգացման գրավականն է այսօր։ Ռուսաստանից ազատվել որպես տնտեսական լուծ մեր նկատմամբ, հա, մենք լծի տակ ենք գտնվում։
երկար տարիներ։ Այդ լծից մենք պետք է ազատվենք։ Եթե մենք դա չենք անում, մենք որևէ տեղ չենք հասնելու։ Իսկ դրանից ազատվելով մենք կարող ենք ինչ-որ նոր հորիզոններ բացվեն մեզ համար։ Եվ սա շատ կարևոր է։ Սա հոգեբանական է, պարոն Ստեփանյան։ Մի բան էլ նշեմ, սա շատ կարևոր է։ Ես չեմ ասում մենք պետք է Ռուսաստանի հետ բոլոր կապերը կտրենք, ոչ։ Դիվերսիֆիկացման տնտեսական քաղաքականության մի մասը Ռուսաստանն է։ Օրինակ, եթե մենք գազ պետք է ստանանք, օրինակ Իրանի տարածքից, Ռուսաստանից էլ պետք է ստանանք, որ հիմա այդ կախումը չլինի միայն Իրանից։ Այսինքն դիվերսիֆիկացիան սա է։ Ես չեմ ասում մենք Ռուսաստանի հետ բոլոր կապերը կտրենք, ոչ։ Գազը պետք է ստանանք, ինչ որ մասնաբաժիններ պետք է իրենք ստեղ ունենան տնտեսության մեջ, հիմնարկություններ ունեն, ոչ մեկ դրան դեմ չի։ Բայց դա չպետք է լինի այնպես, որ Ռուսաստանը ունենա այստեղ տնտեսությունում գերիշխող դիրք եւ մեզ թելադրի այնպես, ինչպես հիմա է փորձում անել։ Սա հոգեբանական խնդիր է հայ մարդու գիտակցության մեջ, որ առանց այս կամ այն բևեռի, այս դեպքում առանց Ռուսաստանի Հայաստանը կկործանվի, Հայաստանի տնտեսությունը կկործանվի։ Մենք չենք կարողանա, մեզ պետք է անվտանգային երաշխավորի դեպ իսկապես կամ մարդիկ, ովքեր մտածում են, որ Ռուսաստանն է մեր միակ երաշխավորը եւ եթե Ռուսաստանը դուրս գա, այո, մենք մեր գոյությունը վտանգված է։ Ինչպես հասկանալ սա հատկապես վերջին տարիներին տեղի ունեցածից հետո, պարոն Ստեփանյան։ Սա շատ դժվար է հասկանալ, տրամաբանության շրջանակներում դա չի տեղավորվում, բայց իրոք մեր հասարակության մի մասը ունի այդ բարդույթը, տառապում է այդ բարդույթով, փրկիչ, ով է մեզ փրկելու, եվրոպացիները մեզ չեն փրկելու, ամերիկացիները մեզ չեն փրկելու, չեք հիշում, իրենք մեզ չեն փրկել։ Անգլիական նավերը մեր լեռները։ Մուսալերն են հիշում, որ ֆրանսիացիները մեզ, չգիտեմ, ուշացումով փրկեցին, Կիլիկյան չփրկեցին, լավ էլի, ժողովուրդ չկա տենց բան։ Դու չպետք է լինես այն վիճակում, որ քեզ կան փրկեն, որովհետև քեզ ոչ մեկ չի փրկի։ Երբ դու հայտնվես այն վիճակում, որ դու փրկչի կարիք ունես, քեզ չեն փրկելու, դու կործանվելու ես։ Եվ մեր պատմությունը ցույց է տալիս դա, եւ մենք պետք է վերջապես մեր պատմությունից դասեր քաղենք։ Այդ հիմարությունները, որ մենք կարող ենք արտաքին անվտանգային երաշխավոր ունենալ, դա արդեն վաղուց անցյալում է։ 21-րդ դարում այդպեսի հասկացություն չկա։ Այսօր Իսրայելը եւ նույնիսկ Իսրայելը աշխարհում չկա այդ երկու երկիր, որոնք ունենան այնքան սերտ հարաբերություններ ռազմավարական մակարդակի, ինչպես է օրինակ Իսրայելը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Բայց այս պահին Իրանի հարցում իրենց շահերը չեն համընկնում։ Եվ մենք դա ակնհայտ տեսնում ենք։ Հիմա եթե նույնիսկ Իրանցը չի համընկնում ռազմական, հիմա Իսրայելի ձեռքը լիներ, արդեն, չգիտեմ, ինչ կար չկար, լացել էր Իրանի վրա ամերիկացիների հետ։ Չեն կարող, ուրեմն ամերիկացիները համաձայն չեն, չէ՞, ռազմական գործողությունները դադարել են։ Ճիշտ է, 2 օր առաջ մի երկու օր կրակեցին, բայց նորից դադարեց։ Հիմա մենք ուզում ենք ունենալ երաշխավոր, ունենք երաշխավոր, բախ ինչ աշխատեց։ Ինչի՞ չաշխատեց։ Հիմա որ ասեմ կգամ կասեն Նիկոլ Փաշինյանն էր, որ Նիկոլ Փաշինյանը չէ, Ռոբերտ Քոչարյանն էր կաշխատեր, չէր աշխատի։ Չկա տենց բան։ Այս կետով չդիմեին, այն կետով դիմեին։ Բարդույթ է, բարդույթ։ Պետք է դրանից ազատվենք։ Հոգեբանական բարդույթ, կոմպլեքս։ Միջև դրանից չազատվենք, անընդհատ փրկիչ ենք ման գալու, անընդհատ մեր գլխին տալու են։ Իդեպ նույն հոգեբանական բարդույթի կոմպլեքսի հակառակ կողմն էլ հենց այդ թշնամու կերպարն է, որ փրկիչ ունենալու համար պարտադիր պիտի ունենալ նաև մշտական թշնամու։ Դե այդ բարդույթը մեր ուղեղի մեջ որ մցրել են ռուսները կայսրության ժամանակից 200 տարի առաջ, Պասկևիչը որ գրավեց Երևանյան Բերթը, բա իրենք դրա համար են չէ արել։ Այդ թուրքը որ չլինի, այդ բարդույթը չի աշխատի, ասում չէ, թուրքը չլինի, ռուսը չլինի, թուրքը մեզ կուտի։ Թուրքը որ չլինի, այս բարդույթը ստեղծող սուտ ֆոբիաներ ստեղծող միֆերը չեն աշխատելու։ Դրա համար թուրքը անհրաժեշտ է։ Դե մենք տեսանք Ռուսաստանը մեր դաշնակիցն էր, 102-րդ ռազմաբազան ստեղել, Ղարաբաղը կար, չէ, հապկը կար, բայց ինչի թուրքը մեզ կերավ։ Հետո չուտ էր։ Ռուսը կար, չէ, կար չէ ռուսը։ Ռուսը այնքանով կար, որ 20 թվականից հետո Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Ռուսաստանին բերեց հայ-ադրբեջանական սահմանին կանգնեցրեց։ Հետո շատ դժվարությամբ հանեց այնտեղից, մեղրից միջև հիմա չի կարող հանի։ Դա տեղի ունեցավ, չէ՞, թուրքը չի, չէ՞, խնդիրը ստե։ Տենց է ստացվում։ Դե թուրքը որ խնդիրը լիներ, հենա ռուսը կպաշտպաներ մեզ։ Բայց թուրքը կարողացավ մեզ ուտել։ Եթե մարդ կա, որ ինձ հետ համաձայն չի, તો գնա Լեռնային Ղարաբաղից եկածներին հարցնի, թուրքը կերավ թե չէ մեզ։ Իդեպ հիմա նաև այդ հիմար եւ օտարածին թեզի վրա են շատ մեծ շեշտադրում անում, պարոն Ստեփանյան, հատկապես ընտրություններից հետո էլ դե հիմա էլ պատրաստվեք, որ 100 կամ 200 կամ 300,000 ադրբեջանցիներ գալու են։ Սա էլ է էլի հոգեբանական վախի մասին, եթե ռացիոնալ մտածողությամբ դատենք,
շատ քիչ է հավանականությունը նախ որ որևէ ադրբեջանցի կգա Հայաստանում ապրելու, բայց ամեն դեպքում ենթադրենք դա իրականություն է։ Հիմա ինչու են փորձում այսպես մեզ համոզել, որ ադրբեջանցին գալու է, դե հիմա պատրաստվեք, փախեք, հիմա էլ պարտադրվում է այն, որ փրկվելու կարիք ունենք։ Որովհետև ռուսական պրոպագանդան եւ նրա այստեղի խամաճիկները այլ երկ չգիտեն, այլ ազդելու միջոց, քան վախի սերմանումը չունեն։ Տեսեք, մի քանի տարի առաջ, 2-3 տարի առաջ, էլի ձեր տաղավարում, չէ, գալիս եք, ինչն էր ամենակարևոր հարցը, որը մենք Ադրբեջանը հարձակվելու է, թե ոչ։ Ես քանի անգամ եմ ասել տարբեր եթերներում, Ադրբեջանը չի հարձակվելու 23 թվականից հետո, չի հարձակվելու, չի լինելու տենց բան։ Իրենք ասում են, չէ, հեսա հարձակվում են, մտնում են, Սյունիքը, Երևանը գալիս են, հաստում են, քանի անգամ են ասել։ Ես ասում եմ, դա սուտ է։ Ինչի է սուտ, որովհետև այդ պահին վիճակը փոխվել էր արդեն աշխարհաքաղաքական, դա անհնար էր։ Հիմա ես ձեր տաղավարում նորից ասում եմ, այն ինչ որ այդ դրանք ասում են, այդ վերադարձ 300, 200, դա էլ է սուտ։ Դա չի լինելու, որովհետև Ալիև այդ ռեսուրսը չունի, B, եթե նույնիսկ ունենա ինքը հիմար չի, որ 300,000 մարդ ուղարկի Հայաստան, C, մենք դրան դեմ ենք, D, Ալիև միջև այս պահը Ղարաբաղում, եթե չեմ սխալվում, 10-15,000 հոգի մարդ է ապրում, այս քանի տարվա ընթացքում, եթե տենց հեշտ էր այդ 300,000-ը բերել, թո տաներ լցներ ընդե, բան չի անում, չի կարում, չէ որ չի անում, և տենց C, F, D, ես կարող եմ հավեր շարունակել, դա մենք ստե ինչ ենք, ստե մեղի գլուխ ենք մենք, որ պետք է ադրբեջանցիները գան ստե ապրեն, հա, ոնց եք դա պատկերացնում, այդ ասողները մի օր բերեք ստե նստեցրեք, ով է դա ասում, ասեք դու ոնց ես պատկերացնում, որ 300,000 ադրբեջանցի պետք է գա ստեղ ապրի։ Դժվար է իրենց այդ բանավիճակը։ Ոնց ես պատկերացնում, պատկերացրու, ինձ պատկերացումով կիսվի, իմ ուղղում չի տեղավորում դա անհնար է։ Հիմա ինչ որ հայ կգնա կապրի Գեդաբեկի շրջանում օրինակ, կամ Բաքվում, կգնա կապրի, հիմա մեզ ասեն 100,000 հենց գնացեք, կգնանք։ Չենք գնա, չէ, իրանք չեն գա։ Դա հիմարությունն է, կատարյալ ապուշությունն է, եւ սա նորից ռուսական պրոպագանդայի այդ 7 երկի հերթական երկն է։ Վախ սերմանել, ստիպել մեր մարդկանց վախից դրդվելով կատարել սխալ որոշում, սխալ ընտրություն, ու տեսանք, որ սխալ ընտրություն Քոչարյանի ձայները չհաշված իհարկե չեն կատարել, բայց այնուամենայնիվ դա շարունակվեց, ուրիշ բան չգիտեն այդ մարդիկ։ Մենք ենք վախկոտ ազգ, թե իրենք են պարզապես այդ գործիքի, այսպես ասած, այդ գործիքից այն կողմ ոչինչ չեն կարողանում իրականացնել։ Գիտեք, հիմա սխալ կլինի, ես ասեմ, մենք վախկոտ ազգ ենք, որովհետև մեր հասարակության մեծամասնությունը գիտակցում է ինչ է կատարվում եւ վախկոտ չէ։ Բայց մեր ազգի մեջ, մեր ժողովրդի մեջ կան սեգմենտներ, որոնք իրոք իրենց դեպքում դա աշխատում է։ Այդ կեղծ գործիքը, կեղծ նարատիվները միֆերը աշխատում են։ Եվ ես չգիտեմ, մենք էլ ինչ պետք է անենք, ոնց պետք է ասենք, ոնց պետք է բացատրենք մենք բոլորս, օրինակ փորձագիտական հանրությունը, լրագրողական հանրությունը, քաղաքական գործիչները, նորմալ քաղաքական գործիչները հայամետ, որպեսզի այդ մարդկանց բացատրենք, որ դա չկա, գոյություն չունի, օթ է, միֆ է։ Իրենք ասում են, բայց նույն այն ժամանակ ասում եք Ղարաբաղի մասով, ով էր ասում Ղարաբաղի մասով։ Այդ գիլդիմները ես էի նկարում, հա։ Ես էի գիլդիմները նկարում, թե Սերժ Սարգսյանի ադմինիստրացիան, որ փող էր տալի, որ նկարում են, մեզ ցույց էին տալի, որ թշնամին ոչխար է, տկար է, անասուն է, իսկ այ մենք ուժեղ ենք, մեր զինվորը, կանսերվի բանկայով եւ հրացանով։ Հիմա ով էր խափում։ Չէ՞։ Տենց չէր։ Իրենք են չէ՞ այդ միֆերը ստեղծել, որ մենք անպարտելի ենք։ Ինչ էր ասում են, մեկը կար Վագր, որը պատրաստվում է ցածկել Կովկասյան Վագր, անպարտելի բանակ։ Դա միֆերով չի կարելի ապրել։ Չի կարելի ապրել միֆերով եւ երկու համ վախն է վտանգավոր։ Համ այդ միֆը, որ դու խելացի ես, դու ուժեղ ես, իսկ դիմացինը դեշա։ Չկա տենց բան։ Չկա, չի կարելի տենց բաներ անել։ Պարոն Ստեփանյան, վերջին օրին քանի որ ընդդիմությունը այսպես ցնծում է այն հանգամանքից, որքան էլ որ քաղաքացիական պայմանագիրը հաղթել է, բայց այնուամենայնիվ չի ստացել սահմանադրական մեծամասնություն եւ այս իմաստով ընդդիմությունը առնվազն իր պլան B-ին հասել է, ինչպես հասկանալ այս հայտարարությունները եւ արդյոք վտանգավոր է այս հանգամանքը, որ
ՔՊ-ն այնուամենայնիվ չստացավ սահմանադրական մեծամասնություն։ Գիտեք, որ այս ամբողջ ճանապարհին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է սահմանադրական փոփոխություններ անցկացնելու մասին, սահմանադրությունը փոխելու մասին, հանրաքվե անցկացնելու մասին։ Հիմա դուք ինչպիսի ելքեր եք պատկերացնում, արդյոք սա եւս ռիսկային իրավիճակ է ստեղծում Հայաստանի Հանրապետության համար, թե այնուամենայնիվ կարող են լինել ելքեր եւ այդ ելքերը կլինեն։ Անելանելի իրավիճակ չկա քաղաքականությունում եւս։ Նախ առաջինը կներեք ձեզ շտկեմ ձեր խոսքը, դուք ասացիք իրենք պլան B-ին հասան, իրենք պլան B-ին չեն հասել, իրենք պլան A-ին են հասել։ Իրենց պլան A-ն դա անդիմություն դառնալն էր։ Եվ իրենք էլ դա շատ լավ գիտեն, իրենք հիմար չեն։ Իրենք գիտեին, որ չեն կարող իշխանություն դառնալ։ Ընտրություններին ժողովուրդը իրենց այդ մանդատը քվեն չի տա։ Իրենք հասել են իրենց նպատակին, դարձել են տիտղոսային անդիմություն։ Արևմտամետ ուժերը խորհրդարանում չեն, իրենք են հերթական անգամ իրենց այդ տեղը իրենց մի խոսքով ամրացրել են։ Հիմա հարց. ինչ է լինելու հետագայում։ Այո, սահմանադրական մեծամասնությունը քաղաքացիական պայմանագիրը չունի։ Բայց ով է ասել, որ այդ հնարավորությունը քաղաքացիական պայմանագիրը չի կարող ունենալ հետագայում։ Ով է ասել, որ ժամանակի ընթացքում իրենց շարքերից չեն հայտնվի անկախ падգամավորներ։ Ով է դա ասել։ Ես օրինակ դա չեմ բացառում։ Բոլորովին եւ ժամանակը ցույց կտա, դա կլինի թե ոչ։ Ես ինչու եմ այդքան վստահ ասում կլինի թե ոչ, որովհետեւ ես գիտեմ, որ իրենք գնալու են խորհրդարան։ Սուսուփուս եւ խելոք վերցնելու են մանդատը։ Իհարկե վերցնելու են։ Տեսեք, դուք այդ հարցը նույնիսկ չեք տալիս, բայց ես ձեզ պատասխան վերցնելու են։ Որտեւ դա է եղել իրենց նպատակը։ Դու, ասենքն առնվազն տրամաբանական չէ, որ դու գնաս ընտրություններին անդիմություն դառնալու համար, հա, այդ խորհրդարանում այդ տեղը վերցնելու համար դու մանդատները չվերցնես։ Չի կարա այդպես բան լինի։ Վրացական անդիմությունը չի վերցրել մանդատները, որովհետև ինքը իրոք գնում էր իշխանափոխության։ Ինքը հույս ուներ, որ ժողովուրդը կընտրի իրեն եւ ոչ թե վրացական։ Դա մանդատները չվերցրեցին եւ փորձեցին պայքարել, հաջողության չհասան։ Հիմա այս մարդիկ իրենց նպատակին հասել են, չի պետք է մանդատներից հրաժարվեն։ Եվ իդեպ մի բան ձեզ ասեմ։ Այդ բոլոր խոսակցությունները, որ ընտրությունները կեղծված են, ոչ լեգիտիմ են, չգիտեմ ինչ են, ես ձեզ վստահեցնում եմ, եթե իրոք այդ բոլոր ուժերը իմանային եւ հավատային, որ ընտրությունները կեղծված էին, իրենք այդ նույն գիշերը չսպասելով արդյունքները վերջնական ժողովրդին կհանեին դուրս, կփորձեին դա անել եւ կփորձեն։ Հիմա իրենք ինչով են զբաղված։ Դուք քանի օր անցել ընտրություններից հետո ինչ որ անհասկանալի վիճակ է, չէ՞։ Դե օրինակ Քոչարյանը ասում է վիճարկելու է սահմանադրական դատարանները։ Քոչարյանը դատարանա դիմելու, վերահաշվարկը կատարվում, ԿՊ-ի ձայները ավելանում է, որքանով ես հասկանում եմ, չէ՞։ Տենց քայլեր լինելու են։ Բայց վիճակ, ասենք այդ հեղափոխություն, հա, մարդկանց դուրս հանել, իրենք հիմա այդ պոտենցիալը հանգցնում են, մարեցնում են։ 13 թվին, եթե չեմ սխալվում, Ռաֆի Հովհաննիսյանը փաստացի ընտրություններում հաղթեց։ Սերժ Սարգսյանը ֆալսիֆիկացիաների միջոցով իրեն հրճակեց նախագահ։ Ռաֆի Հովհաննիսյանը ինչ արեց։ Ժողովրդին հավաքեց, տարավ ծիծեռնակաբերդ Վովա Գասպարյանի հետ, որ այդ բանը թույլատնի այդ մարդկանց դժգոհությունը, զայրույթը, որ իրենց ձայները գողացել են։ Հիմա այդ զայրույթը նախ չկա, երկրորդն էլ նույնիսկ այն մի քիչ, ասենք, որ մարդիկ մի քանի հազար հոգի իրոք առանց փողի քվեարկել են, դուք մարդիկ կան, չէ՞։ Դուք կարող հավատան դրան։ Հիմա իրենք դա հանգցնում են։ Իրենք իրենց ձեռքով դա հանգցնում են։ Այսինքն իրենց դա պետք չի։ Դա ես այդպես եմ հասկանում դա։ Եթե պետք լիներ, արդեն դուրս էին եկել փողոց։ Եթե պետք չի, ուրեմն ինչի պետք է մանդատները չվերցնեն։ Ընտրություններից առաջ ախր հայտարարում էին, որ եթե իրենց հաղթանակը գողանան, գնալու են հեղաշրջման։ Իրենք շատ բան էին հայտարարում։ Իրենք ընտրություններից առաջ հայտարարում, որ իրենք իշխանություն են դառնալու եւ հաղթելու են։ Քանի անգամ են հայտարարել։ Տեսանք չէ, որ դա տեղի չունեցավ։ Որ մեկը ասեմ իրենց հայտարարություններից, որ այդպես էլ չեղավ, շուտ էր, կեղծ էր։ Քաղաքականությունը, սուտ խոսելը չի համարվում անբարոյականություն, քաղաքականություն, ցավոք այդպես է։ Բոլոր տեղերում է այդպես։ Պարոն Ստեփանյան, մեկ այլ պատկերել տեսանք այս ընտրությունների ժամանակ, միշտ է եղել երևույթ, որ ՀՀ քաղաքացիները դրսից եկել են, քվեարկել են, բայց այսպես զանգվածային, այսքան ուղղորդված եւ ընդ որում նման արձանագրումներ արել են ամենատարբեր ՀԿ-ներ, քաղաքասարակության ներկայացուցիչներ, փաստերի ստուգման հարթակը եւ եթե չեմ սխալվում, շուրջ 100,000 մարդ եկել է միայն Ռուսաստանի Դաշնությունից ընտրությունների համար, ընտրելու համար, ինչ է կարծում, արդյոք նորմալ է կամ ճիշտ է, որ 10-5 տարի Հայաստանի Հանրապետությունում չապրող, այստեղի իրականությունը իրեն վրա չզգացող, թեկուզ ՀՀ քաղաքացին կարող է գալ եւ
իմ ձեր մնացածի փոխարեն որոշումներ կայացնել, խորհրդարան ընտրել, թե այնուամենայնիվ սա պիտի դառնա ցուցիչ, որպեսզի հետագայում նման միջամտությունները առնվազն օրենսդրական մակարդակում կանխվեն։ Իհարկե ճիշտ չէ։ Ճիշտ չէ։ Ճիշտ չէ եւ արդար չէ առաջին հերթին այն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, որոնք այստեղ են ապրում, որոնք ունեն մեկ անձնակիր, որոնք երբևիցե այլ երկրներում չեն ապրել կամ ապրել են վաղուց վերադարձել են, հիմա ապրում են հայրենիքում։ Սա անարդար է։ Եթե դու այստեղ ես ապրում, իսկ մարդը գալիս է քվեարկում է, բա պատկերացրեք մի հատ sense բահ էլի, օրինակ, հա, ամենադեստրուկտիվ սցենար։ Դրանք գալիս էին քվեարկում էին, ստեի գնվածներն էլ քվեարկում էին, հա, ու քաղաքացիական պայմանագիրը չէր հաղթում էր այդ եռագլուխը։ Պատկերացնենք մի պահ։ Հիմա զանգում էին Մոսկվա, ինչպես ես կանխատեսում եմ, ասում են ինչ ենք անում, դրանք էլ ասում են դե նոյեմբերի 9-ի փաստաթուղթ 9-րդ կետ, Միջանցք Սյունիքում թրիպը չեղարկում ենք, չենք ասում որ չեղարկում ենք, բայց չեղարկում ենք, ոչ մի Եվրամիություն, ոչ մի վիզային ազատականացում, մենք վերադառնում ենք այն հին բարի Սավոկը, ռուսները մեծ լավ բառ ունեն, Բելարուս ենք դառնում։ Լրագրողների բերանները փակում են եւ այլն, Ռուսաստան ենք դառնում։ Վաղը չեմ յուսորն էլ մեր տղամարդկանց ստանում են SVO, օրինակ։ Այս դեպքում պատկերացրեք մեր վիճակը, որ այդ եկածների երեսից, այդ իրենք չէին դժվելու, իրենք գնալու են վերադառնային իրենց տները։ Մենք էինք չէ դժվելու։ Հիմա դա ճիշտ կլիներ։ Այսինքն մենք այդ ամենավատ սցենարից խուսափել ենք, որովհետեւ մեր ժողովրդի մեծամասնությունը ողջամիտ է։ Ողջամտություն է ցուցաբերել եւ քաղաքական ճիշտ դիրքորոշում է ցույց տվել, հասկանալով, որ այդ ամեն ինչից կարելի է խուսափել մենակ այս կերպ։ Հիմա պատկերացնենք դա չէր լինում։ Ճիշտ կլիներ այդ ամեն ինչը մեր գլխին բերեին։ Ճիշտ չէր լինի, արդար չէր լինի։ Իրենք նման սցենար չեն կանխատեսում, այն նրանց այն ուժերի հետ գալով իրենք կանխատեսում են։ Ես կարծում եմ, որ պետք է մտցվեն սահմանափակումներ։ Այսինքն մարդ եթե ունի երկքաղաքացիություն կամ տարվա մեջ, չգիտեմ, 6 ամսից ավել չի գտնվում Հայաստանում, իրեն պետք է զրկել։ Ինչպես են զրկում ընտրելու իրավունքից, այդպես ընտրվելու իրավունքից, այնպես էլ պետք է զրկել ընտրելու իրավունքից։ Դա տրամաբանական է։ Չեմ ասում ընդհանրապես զրկեն, որովհետև գիտեք, ես նամակներ եմ ստանում, մարդիկ կան, մեկը այն օրը գրել անծանոթ մարդ։ Ասում է, ես առաջին Ղարաբաղյանել եմ մասնակցել, 44 օրյային եմ մասնակցել։ Ես իմ երկրի պատրիոտն եմ, հա, հայրենասեր մարդ եմ, բայց ապրում եմ ոչ Հայաստանում։ Հիմա դուք ինչ իրավունքով եք ուզում ինձ զրկեք, հա? Այսինքն ոչ ես ընկեր ունեմ, որը Մոսկվայից եկել է, ընտրել է եւ ընտրել է ՔՊ-ին։ Ոչ ոք փող չի տվել իրան, դուք հասկանում եք, եւ գնացել է։ Որտեւ ինքը գտնվում է, որ ճիշտ է տենց է, տենց մարդիկ էլ կան։ Բայց ես նորից եմ ասում, պետք է մտցնել սահմանափակումներ, որովհետեւ վերջը դա անարդար է այն մարդկանց նկատմամբ, այն մեծամասնության նկատմամբ, որը ապրում է Հայաստանում։ Իրենք էլ պետք է ընտրելու իրավունք ունենան, բայց սահմանափակումներով։ Եթե դու ուզում ես դու համարում ես, որ Հայաստանը քո երկիրն է, ուրեմն բարի եղի գոնե 1-1 արի մի քանի ամիս տեղ ապրի կամ չգիտեմ հարկ մուծի, չգիտեմ, կամ երեխադ թո բանակում ծառայել, ոչ թե գնա Ռուսաստանում 10 տարի, ինչպես դուք ասում եք, ապրի, հետո արի մեծ ստորագրի ու գնա։ Իդեպ Ռուսաստանից եկող մեր հայրենակիցներից մեկը ուղիղ տեսախցիկի առաջ ասաց, որ գալիս եմ ընտրեմ, հետ վերադառնամ երեխաներիս հետ եմ, որ հանկարծ եթե ինչ-որ բան լինի։ Ինչու այդ պատմությունը, այդ զազվելի պատմությունը այդքան մեծ հասարակական արձագանք եւ դերգոհություն ստացավ։ Ինչու? Որովհետեւ մարդիկ, ասենք, այդ ամենը տեսնելով հասկացան, որ մեր պատվի հետ են խաղում։ Մեր վզին փաթաթում են մի բան, որին մենք արժանի չենք։ Այդպիսի պարոնայք, որոնք գալիս են այստեղ, սա ուղղակի անբարոյական է այդպիսի պահվածքը, հասկանում եք, անբարոյական է առաջին հերթին հայրենակիցների նկատմամբ, մեր բոլորի նկատմամբ։ Ինձ ընդհանրապես հետաքրքիր չի Ռուսաստանում ինչա կատարվում։ Ընդհանրապես հետաքրքիր չի։ Իրենք գնացել են, ապրում են, որոշում են իրենց որոշումն է։ Հիմա ինչի են իրենք ուզում այստեղի վրա ազդեն։ Դե լավ, մի քիչ պետք է մարդ Ստե բարոյականության հարցը, հա, իրավականը դնենք մի կողմ, հա, ուղղակի բարոյականության խնդիր է սա։ Ես կարծում եմ, որ ամեն մեկը առաջինը պետք է ինքը իր առջև այդ հարցը բարձրացնի։ Չնայած ինչ բարոյականության մասին ենք խոսում մարդկանց, երբ ի նկատի ունենք մարդկանց, ովքեր փողով են գալի քվեարկել, դե բարոյականությունը դա ընդհանրապես դրա համար օրենք պետք է գործի։ Դա նաև մի քիչ պատասխանատվության հարց է, պարոն Ստեփանյան։ Բարոյականության, պատասխանատվության, իհարկե հայրենիքի նկատմամբ վերաբերմունքի Չի կարող մարդ, որը ուզում է, որ քո երկիրը, քո հայրենիքը դառնա Ռուսաստանի գուբերնիա կամ թուրքական վիլայետ, տարբերություն չկա։ Չի կարող այդպեսի մարդը բարոյական լինի։ Դա բարոյականությունից դուրս է։
Էլ արենասնության մասին չեմ խոսում։ Եվ պարոն Ստեփանյան, ամփոփելով, առաջիկա 5 տարիներին ինչպիսի խորհրդարան կունենանք, այս մարդիկ արդյոք կգան կառուցողական դաշտ, քննարկումների դաշտ, օրինագծերի քննարկումներ, տարբեր նախագծերի, թե այնուամենայնիվ նախորդ խորհրդարանից դա ոչնչով չի տարբերվի եւ նաեւ ինչպիսի արտաքին քաղաքականություն կտեսնենք, արդյոք կտեսնենք թրիփ նախագծի շարունակականություն, խաղաղության գործընթացի ամրացում եւ այսպես շարունակ։ Ցավոք որևէ նոր բան չեմ ասելու եմ այն, ինչ ասել եմ միջև ընտրությունները։ Խորհրդարանը լինել է ահավոր վատ որակի։ Խորհրդարանը ամենակարևորը չի գեներացնելու քաղաքական միտք, խորհրդարանը վերածվելու է կրկեսի։ Պարոն Կարապետյանն էլ կրկեսը, որը ինքը հիմա ունի, բերելու է խորհրդարան, եւ ոչ միայն պարոն Կարապետյանն, այլ մնացած պարոնները։ Լինելու են վեճեր, լինելու են հայհոյանք, միգուցե նաեւ ծեծկրտուկ, կարծում եմ ծեծկրտուկ էլ կլինի։ Եվ խորհրդարանը չի ծառայելու այն նպատակին, որը ինքը ծառայում է նորմալ երկրներում, այն երկրներում, որոնց մենք մաս եվրոպական քաղաքակրթության մեջ մենք այդքան շատ ենք ուզում դառնալ։ Ինչը վերաբերվում է նախագծերին, ես չեմ կարծում, որ այս պարոնները, որոնք հայտնվել են տիտղոսային ընդդիմության տեղում, կարող են այստեղ որևէ լուրջ դիմադրություն ցուցադրել, հա, եւ որոշումները ընդունվելու են, թրիպը իրականացվելու է։ Ես հուսով եմ, տեսեք, միակ պատճառը, որով այդ ամենը կարող է վիճեցվել, դա ԿՊ-ի որոշումն է։ Եթե ԿՊ-ն որոշի, որ թրիպը չպետք է իրականանա, թրիպը չի իրականանա։ Եթե ԿՊ-ն որոշի, որ վիզային ազատականացումը պետք է ձգձգվի, վիզային ազատականացումը կձգձգվի։ Եթե ԿՊ-ն որոշի, որ մեզ պետք չի մենք գնանք Եվրամիություն, մենք այս 5 տարում ոչ մի քայլեր չենք անելու այդ ուղղությամբ։ Այդ ընդդիմությունը ոչ մի բան չի կարող այստեղ անել։ Ինչքան էլ ուզում է իրանք մանդատ ունենան։ Ես դրանով վստահ եմ։ Այսինքն այսօր ամբողջ պատասխանատվությունը այս պրոյեկտների, նախագծերի իրականացման համար, որոնք կան քաղաքացիական պայմանագրի վրա են։ Ժողովրդի մեծամասնությունը մանդատը տվել է, մուրճը տվել է, չագուճը տվել է, ամեն ինչը տվել է, հիմա իրենք պետք է այդ ամեն ինչը, ինչի համար ժողովուրդը իրենց այդ վստահության քվեն տվել է, իրականացնեն։ Ես նորից եմ ասում, այս ընդդիմությունը Ռուսաստանը չեն կարող խոչընդոտել, եթե քաղաքացիական պայմանագիրը որոշի, որ ինքը պետք է հետևողական լինի։ Ես դրանում վստահ եմ։ Եվ մի բան էլ ասեմ, այսօրվանից սկսած այս ընտրություններից հետո միակ թիրախը, որին մենք պետք է քննադատենք, դա պետք է լինի իշխանությունը, եթե ինքը թերանա իր պարտականությունները կատարես, որովհետև մենք վստահության մանդատը տվել ենք մեծամասնությունը։ Այն փողով գնվածները, Ռուսաստանից եկածները, չէ, այդ ամեն ինչը հիբրիդային պատերազմը, մենք դիմացել ենք դրան, մեր ժողովուրդը դրան դիմացել է։ Մենք դիմացել ենք եւ ապահովել ենք քաղաքացիական, ես ասում մենք ես նկատում Հայաստանի Հանրապետության հասարակության ժողովրդին, ապահովել ենք այդ հաղթանակը։ Հիմա մնում է քաղաքացիական պայմանագիրը ապահովի այն, ինչ մենք անկանկալում ենք իրենից։ Եվ մի բան էլ ասեմ, մենք պետք է հասկանանք, որ այդ ամենը հեշտ չի տրվելու։ Պետք են լինեն բարեփոխումներ, իսկ ցանկացած բարեփոխում միշտ ցավալի է լինում հասարակության համար, ժողովրդի համար։ Մենք պետք է որ գոտիները ձգենք, եթե պետք լինի։ Կախարդական փայտիկ չկա, որ հիմա Նիկոլ Փաշինյանը ասենց կախարդական փայտիկով ալի է, մենք հայտնվենք Եվրամիությունում։ Սա աշխատանք է։ Եվ այդ ցավալի բարեփոխումները եւ ինձ պետք է վերաբերվեն, եւ ձեզ պետք է վերաբերվեն, եւ ցանկացած գյուղացի հայ մարդուն, եւ կառավարությանը, եւ անձամբ Նիկոլ Փաշինյանին։ Մենք բոլորս պետք է դրան պատրաստ։ Եթե մենք դրան պատրաստ չենք, ցավալի բարը ոչ մի բան չի լինելու։ Բրը մարդիկ կան մտածում են, որ Եվրամիությունը ինչ-որ բան է, դարման է, հա, որ դու գնում ես ու քեզ վсё, ընդունում են, փող են տալի, գնում ես, գալիս ես, ոչ մի բան դու չես անում, պարտական։ Այդպես չի։ Մեծ աշխատանք պետք է կատարենք։ Եվ դատաիրավական համակարգի մասով այդ մասին Նիկոլ Փաշինյանը նախորդին էլ է խոսել նախընտրական քարոզարշավի ժամանակ, այսօր վերահաստատեց, որ հետքայլ չի անելու այդ հայտարարություններից եւ այդ դատաիրավական համակարգը, այո, պետք է բարեփոխվի եւ բոլոր հանցագործները, իհարկե նաեւ անուններ է նշում Կարապետյանը, Քոչարյանը, Ծառուկյանը պիտի նստեն։ Դուք հավատում եք, որ սրանք պարզապես քաղաքական հայտարարություններ չեն եւ Նիկոլ Փաշինյանը գնալու է այդ հայտարարության հետևից։ Ես սովորություն չունեմ ցանկացած քաղաքական գործչին հավատալ կամ չհավատալ։ Դա իմ մասնագիտությունը թույլ չի տալիս։ Ես հույս ունեմ, որ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով այդ որոշումները իրոք կկատարվեն, որ հանցագործները կպատժվեն, որովհետև այդ ցավալի բարեփոխումները, որոնց մասին ես խոսում եմ, առաջին հերթին վերաբերում են դատաիրավական համակարգի
այստեղ եւս կա այդպիսի բան։ Եվ վերջը նաև պետք է ԿՊ-ն իր կադրային քաղաքականությունը վերանայի, որովհետև շատ դեպքերում պատասխանատու պաշտոններում հայտնվում են ոչ պատասխանատու մարդիկ։ Իսկ դա բերում է նրան, որ այդ նույն բարեփոխումները շատ դանդաղ են ընթանում կամ բիժեցվում են ընդհանրապես։ Սա էլ է շատ կարևոր։ Այնպես որ ես հույս ունեմ, ես չգիտեմ անելու են թե ոչ, բայց ես հուսով եմ, որ իրենք այն վստահությունը, որը մենք իրենց տվել ենք, մանդատը վստահության կարդարացնեն։ Շնորհակալ եմ, պարոն Ստեփանյան։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս քաղաքագետ Դավիթ Ստեփանյանն էր, կհանդիպենք։